Պարոն Սիմոնյան, երեկ իհարկե ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով դիվանագիտական իրենց հաղթումներին տեղեկացրեցին, որ Ադրբեջանի նախագահը այնուամենայնիվ չի մասնակցելու Հայաստանում նախատեսված եվրոպական գագաթնաժողովին եւ տարբեր պատճառաբանություններ էին բերել։ Հայաստանի իշխանությունը փորձում է ամեն կերպ, կարելի ասել, այսպես այս խաղաղության գործընթացի ֆոնի վրա հրավերներ ուղարկել, նաեւ Էրդողանին էին, ինչպես չունենք Փաշինյանը հրավիրել է, ինչու է մերժում Ալիևը, էլ ինչ պահանջներ ունի, որ պետք է կատարվի։ Ես նախ ուզում եմ մենք առիթը օգտագործենք եւ ես մի մեկնաբանություն կա, որը որ սպասում է ես հարցեր տայք եւ այդ մեկնաբանությունը անեի, գիտեք, որ երեք ավարտվեց Հայաստանում Евронեստը եւ իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատե առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Евронեստ այս անցկացված միջոցառման իրանք չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված եւ ես նաեւ խոսել եմ այդ ընթացքում որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետություն այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլիներ։ Բայց տեղեկացել են պաշտոնապես, Ով ասեց, եթե իմ գործընկերն ինձ ասում է, մենք գիտես, մենք Евронեստին չենք մասնակցում, որովհետև եւ կազմակերպությունների այդ կազմակերպության հետ եւ տարբեր խնդիր կա, բայց մենք մեծ սիրով կմասնակցենք, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Պարոն Սիմոնյան, բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից, Ադրբեջանից մասնակցել։ Չէ, դուք հարց տվեցիք, ես ձեզ պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներն է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար ստեղ կեղծ տպավորություն ըստ լրատվամիջոցի, որը հղում է անում հիմնավորումների, որով Ալիևը չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռ այն մակարդակը չի, որը թույլ է տալիս այս այցերը։ Չեմ բացառում։ Խաղաղության պայմանագիրը դեռ վերջնական։ Չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասելու եք, ահա, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի շատ ավելի արագ լուծենք։ Դուք Евронեստից հիշեցրեցիք եւ հայտարարություն